Բարի երեկո բոլորին, բոլոր լավ մարդկանց, ովքեր որ դիտում են իմ հոլովակը։ Այս փոքրիկ կասայով ուրեմ ջուր եմ դրել, որպեսզի կոլոլակ եփեմ հարգելիներս, եւ որոշել եմ պատրաստեմ հնդկաձավարով փլավ։ Դե պարզա, կոլոլակն էլ պատրաստելու եմ կարմիր սողոզով փլավի համար։ Դե հիմա ջուրը արդեն գազօջախին է եռան, որ կոլոլակները կլցնեմ արդեն։ Մանր սոխրին էլ մաքրեմ ու ասեմ ժողովուրդ ջան, կոլոլակը պատրաստելու եմ սոխարածով, ուտողը կուտի, չուտողն էլ չի ուտի, չէ Էլեն ջան, դու կուտես առանց սոխրի, այսինքն մենակ կուտես փլավ, ճիշտ է։ Մանրա, սա է մաքրեմ, համ ես կպրծնեմ ես մանր սոխերից, համ սոխերը կպրծնեն մեզնից։ Աղլցնենք, հետո նոր կլցնենք ջուրը։ Ուրեմն ասեմ ժողովուրդ ջան, երկու ձևով էլ եփում եմ հնդկաձավարը, այսպես յուղի մեջ էլ եմ տապակում կամ կարագով ու պատահում այնպես, որ հենց ջրով խաշում եմ, քիչ ջուր եմ լցնում, հնդկաձավարը ջրի հետ խաշվում է ու հետո ավելացնում եմ կարագ։ Այդպես էլ եմ անում, սենց էլ եմ անում։ Հիմա կավելացնեմ արդեն սառը ջուր։ Ջուրն էլ եռում, արդեն կլցնեմ կոլոլակները։
դանակները նենց հարմար է, այս փոքր դանակները, սղոս դանակը շատ հարմար է ու անդադ իմ ձեռքն է, այս փոքրերով ավելի հեշտ եմ աշխատում, ժողովուրդ ջան, իսկ որ մի քիչ դանակը մեծ է, չեմ կարողանում աշխատել, սենց ավելի հարմար է, սենց մեկ էլ մի հատ ունեմ էլի, պոչը կապույտ գույն է, ինքը ծայրը սուր էլի, հարմար են ես դանակները, այս ձևի կան նորից, սենց պոչերը տարբեր գույնի, բայց նույնությամբ չի կտրում, ասեմ, մենակ սրանք են հարմար, Էլեն ջան, դե տես իչքան շոփ եմ օգտագործում, երևի այս թվի երեխաներն են ժողովուրդ ջան, որ սոխ չեն ուտում, կաթ չեն խմում, պանիր չեն ուտում, չգիտեմ, բծախնդիր են, բծախնդիր։ Նենց էլ չի, որ այդ հնդկածավարի փլավի համար էլ գժվում է ժողովուրդ ջան, չէ։ Բայց պատրաստում եմ, դա էլ է պետք, որովհետև առողջարար է հենց ինքը։ Բայց դե չեն սիրում, չեն ուտում։ Ես էլ կտրեմ, արդեն էլ չեմ կտրտի։ Սա թեմուից պատվիրված ծաղիկն ալը տեսեք ինչքան սիրուն է, բնականից չի տարբերվում, դրել եմ ծաղկամանի մեջ, չնայած որ ծաղկամանի մեջ ծաղիկ կա, սա էլ դրել եմ հետը, պատկերացրեք հարևանուհիս մտելա, միջև ձեռք չի տվել, չի շոշափել, չի զգացել, որ արհեստական ծաղիկ է։ Երկուսն էլ արդեն եռում են։ Դե սա արդեն չեմ դրել գազօջախին, այս կաթսան կվերցնեմ, հետո նոր այս փոքրիկ կաթսան կդնեմ։ Լավ, արդեն պատրաստ է, հիմա գազօջախը կանջատեմ, ամբողջությամբ ջուրը քաշվել է։ Սա վերջ, հիմա տեսնենք հələ սոխարածը ոնց է։
Դե կոլոլակն էլ արդեն անջատենք։ Նայեք ժողովուրդ ջան, ահա։ Այսքանով էլ ինչոս կբավարարի։ Ընդամենը մի 3 քթար հնդկածավարի փլավ և 2 հատ կոլոլակ առանց տոմատի։ Կոլոլակներն էլ ուտում եմ լիմոնով։ Տոմատ լցնենք։ Չեմ թողնում սոխը շատ կարմրի։ Կարմիր տխտենք, սև տխտենք։ Եվ ես փոքրիկ քթանով էլ ավելացնում եմ չամա։ Հիմա ինչ ենք անում, կլցնենք այս կոլոլակի բուլոնից, հետո կլցնենք արդեն կոլոլակները։ Այսպես։ Հիմա մի քիչ էլ աղ ենք անում։ Ուզում եմ կանաչի կտրեմ, տեսնեմ տակից, ուրեմն ասեմ ժողովուրդ ջան, այս կանաչի զոխերը ես չեմ կտրում, չեմ հեռացնում, որովհետև հենց ամենահամով մասն է, դրա համար միշտ թողնում եմ այդպես։ Հիմա սա էլ արդեն կլցնենք սոուսի մեջ։ Հիմա բերանը կցածկենք, թողնենք մի 5 րոպե կեփի և անջատենք, վերջ։ Հարգելիներս, սա էլ այսօրվա պատրաստած հնդկածավարով փլավը և կոլոլակը, կարմիր սոուսով կոլոլակ։ Հարգելիներս, դե այսքանով էլ ավարտեմ և ձեզ ասեմ բարի խաղաղ գիշեր։ Եվ ուզում եմ ասեմ այն մարդկանց, ովքեր դիտում են, չեն բաժանորդագրվում, ժողովուրդ ջան, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակոճակը, գրեք մեկնաբանություններ, տարածեք ալիքը։
եւ շնորհակալություն բոլորիցդ։